Դատավորն ու աղքատի աղջիկը. Աբխազական հեքիաթ։ Ժամանակով ապրելիս է լինում մի շատ աղքատ գյուղացի։ Նա միայն մի եզ է ունենում։ Ամեն տարի վար ու ցանքի ժամանակ գյուղացին ստիպված է լինում մի եզ էլ իր հարուստ հարևանից վարձով վերցնել։ Մի անգամ գարնանը աղքատը արտը վարելուց հետո եզը տանում և հանձնում է տիրոջը։ Մեկ ամիս անց եզը հիվանդանում է ու սատկում։ Հարուստը մեղադրում է աղքատ գյուղացուն, որ իր եզանը նա է ուժասպառ արել և պահանջում է վնասը հատուցել։ Աղքատը կտրականապես հրաժարվում է։ Այդ ժամանակ հարուստը դիմում է դատարան։ Դատավորը լսում է նրանց վեճը և լուծում հոգուտ աղքատի։ Բայց հարուստը շարունակում է իրենը պնդել։ Այդ ժամանակ դատավորը նրանց ասում է. «Եթե դուք պահանջում եք, որ գործը հիմա վերջացնենք, պատասխանեք իմ 3 հարցերին. Ո՞րն է ամենից արագը, ի՞նչն է ամենից յուղալին և ի՞նչն է ամենաքաղցրը։ Նա, ով այս հարցերին ճիշտ պատասխանի, կհամարվի իրավացի»։ Ոչ աղքատը, ոչ էլ հարուստը չեն կարողանում իսկույն պատասխանել այդ հարցերին։ Դատավորը նրանց ասում է. «Ես ձեր գործը 2 օրով հետաձգում եմ։ Հիմա գնացեք և եկեք ինձ մոտ պատասխաններով»։ Աղքատը գնում է տուն, մռայլ նստում օջախի մոտ և սկսում է գանգատվել աղջկան։ Ամեն բանից երևում է, որ դատավորն ուզում է, որ ես նրա համար տանեմ ամենից յուղալին, քաղցրը և արագը։ Ինչ անեմ, ինչ փողով ես այդ բոլորը գնեմ, չէ որ ես մի գրոշ անգամ չունեմ։ Աղջիկը լսում է և ասում. «Մի վշտանա, հայրիկ, դատավորի հարցերին ճիշտ պատասխաններ են պետք, ոչ թե նվերներ, իսկ հարցերը այնքան էլ դժվար չեն»։ Դատավորի մոտ գնալու օրը աղջիկը հորն ասում է. «Դատավորին ասա, որ ամենից արագ բանը միտքն է, ամենից յուղալին հողը, իսկ ամենից քաղցրը քունը»։ Հարուստը նույնպես պատրաստվել էր դատավորի մոտ գնալուն։ Նա վերցնում է իր ամենաարագավազ ձին, ճարպակալված մի խոս և մի տիկ մեղր և ներկայանալով դատավորին սկսում է գովել. «Ահա այն, ինչի մասին մտածում էիր։ Իմ խոզը ամենայուղալին է, նրա ճարպը շատ հաստ է, իսկ ձիուց արագավազը չես գտնի։ Ամբողջ շրջանում ամենաարագավազը իմ ձին է, իսկ տկի մեջ ամենաքաղցր մեղրն է»։ Տեսնում ես, հարևանդ իմ հարցերին ինչպես պատասխանեց։ Ասա, դու ինչ ես մտածել, ասում է դատավորը գյուղացուն։ Ես կարծում եմ, որ աշխարհում ամենաարագ բանը միտքն է, ամենայուղոտը հողը, իսկ ամենաքաղցրը քունը, ասում է վախեցած գյուղացին։ Այդ ով քեզ գլխի գցեց, չէ որ դու լռեցիր, երբ առաջին անգամ քեզ այդ հարցերը տվեցի, հարցնում է դատավորը։ Աղջիկս սովորեցրեց։ Աղջիկդ երևում է խելացի է, բեր նրան ինձ մոտ։ Իսկ հարուստին դատավորն ասում է. Իմ հարցերին դու չկարողացար պատասխանել։ Հավաքիր ունեցած չունեցածդ ու գնա տուն, իսկ ինձ մոտ դատարան եկողներից ես նվերներ չեմ ընդունում։ Հաջորդ օրը գյուղացին աղջկա հետ գնում է դատավորի մոտ։ Աղջիկը նրան շատ է դուր գալիս և նա շուտով ամուսնանում է նրա հետ։ Մի անգամ հարկ է լինում, որ դատավորը գործով մի քանի օրով բացակայի տնից։ Ճանապարհվելուց առաջ նա կնոջն ասում է. Իմ բացակայության ժամանակ ինչ ուզում ես արա, միայն թե մտքիցդ չանցնի մարդկանց դատել կամ վիճաբանողներին որևէ խորհուրդ տալ։ Եթե կամքս չկատարես, մենք այլևս միասին չենք ապրի։ Շուտով դատավորի ճանապարհվելուց հետո նրանց տուն են գալիս 2 ճամփորդ, մեկը մի ձիավոր,
մյուսը Սայլապան։ Նրանք վիճում էին ահա թե ինչի համար։ Հեծյալի հղի ձին գիշերը քուռակ է ունենում, և պատահմամբ այդ քուռակը գտնում են սայլի տակ։ Առավոտյան ձիատերը ուզում է վերցնել քուռակը, բայց Սայլապանը սկսում է ապացուցել, թե քանի որ քուռակը պառկած է եղել իմ սայլի տակ, ուրեմն սայլն է ծնել։ Որպեսզի իրենց վեճը լուծեին, հեծյալն ու Սայլապանը գնում են դատավորի մոտ։ Իմանալով, որ դատավորը բացակայում է, նրանք աշխատում են հասնել այն բանին, որ նրանց վեճը դատավորի կինը լուծի։ Կինը դռան մոտ լսում է նրանց, հետո մտնում է տուն։ Բավական ժամանակ անցնելուց հետո կինը նորից գալիս է նրանց մոտ։ Գանգատավորները սկսում են նրան կշտամբել, որ իրենց այդքան երկար սպասել է տվել։ Իսկ դատավորի կինը դրան այսպես է պատասխանում. Ահա թե ինչու ուշացա։ Այստեղից ոչ շատ հեռու մի առվակ է հոսում։ Հենց նոր վառվեց, իսկ ես հանգցնում էի հրդեհը նրա մեջ։ Գանգատավորները զարմացած ասում են. Ո՞նց էիր հանգցնում։ Գետի մեջ 4 տերևներ լցնելով։ Բայց ախր հրդեհը մարում են ջրով, ոչ թե տերևներով։ Եվ վերջապես ինչպես կարող է ջուրը վառվել։ Ահա դուք երկուսդ էլ գիտեք, որ ջուրը չի վառվի։ Իսկ չգիտեք, որ սայլը չի կարող քուռակ ծնել։ Նա այսպես լուծեց վեճը, և հայցվորները գնացին։ Շուտով դատավորը վերադառնում է տուն և իմանում, որ կինը խախտել է իր հրամանը, ուստի որոշում է բաժանվել նրանից։ Վերցրու ինչ որ քեզ պետք է և հեռացիր իմ տնից, ասում է նա։ Լավ, ես համաձայն եմ, բայց բաժանվելուց առաջ ուզում եմ, որ միասին ճաշենք, պատասխանում է կինը և սկսում է սեղան պատրաստել։ Ճաշի ժամանակ նա ամուսնուն լավ հարբեցնում է, իսկ երբ նա խորը քնում է, նրան պառկեցնում է սայլի վրա և ճանապարհվում հոր տուն։ Ճանապարհին դատավորն արթնանում է, զարմացած հարցնում է կնոջը. Ուր ես տանում ինձ։ Դու թույլ տվիր, որ ինձ հետ վերցնեմ այն ամենը, ինչ որ կամենամ։ Ահա ես էլ քեզ եմ վերցրել, տանում եմ ինձ մոտ, չէ որ դու ինձ համար ամենաթանկն ես, պատասխանում է կինը։ Կնոջ խոսքերը հուզում են դատավորին։ Նրանք միասին վերադառնում են տուն։ Եվ այդ օրից սկսած դատավորը, երբ նրան անհրաժեշտ է լինում որևէ վեճից հարց լուծել, միշտ խորհրդակցում է իր խելացի կնոջ հետ։